Ամբողջ խաղի պատասխանատվությունը ընկնում է աղջիկների ուսերին։ Դե չիլի։ Նրանց խոսքերը մարգարեական դարձան։ Ամենադաժանը իհարկե Հովոյին սպասվող անակնկալն էր, իսկ Միլան պիտի փորձի ֆլիրտ անել նախագծի օպերատորներից մեկի հետ։ Իվա արունը խփեց գլխիս։ Տղաները ավելի զգուշավոր եւ իրատեսական խաղադրույքներ են կատարում։ Աննան անգամ չի էլ ցանկանում փորձել։ Չէ, հանձնվեցի։ Իսկ Նարեկն ու Դոնան խուսափում են պատասխանատվությունից։ Միլան եւ Հրագը հստակ ունեն դիրքորոշում։ Նրանք մուռ էին պահել մեր վրա։ Լիզան եւ Արթուրը ավտոմատ կերպով դուրս կմնան խաղից։ Կարծում եմ սա արդար չի լինի նրանց նկատմամբ, վտանգավոր մենամարտ է սպասում զույգերին։ Սիրախաղ։ Ողջույն, ես Արմանն եմ եւ այս ալիքում ես քննարկում եմ հայկական ռեալիթի շոուները։ Այսօր քննարկելու եմ Սիրախաղի երկրորդ սերիան, որը YouTube-յան ալիքում է հայտնվում հունիսի 13-ին։ Այնպես որ եթե դեռ չեք հասցրել դիտել, գնացեք Մելիքյանց Production-ի ալիք, դիտեք այն եւ վերադարձեք այստեղ, որպեսզի միասին քննարկենք։ Նաեւ բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա սերիաների մեկնաբանությունները։ Սիրախաղ։ Քանի որ Սիրախաղի զույգերի շապիկների վրա իրենց անուններն է գրված, ես էլ որոշեցի այս թողարկումը նկարանել իմ զույգի հետ լուսանկարող պատկերող շապիկով, հուսով եմ այն ձեզ դուր կգա։ Ինչպես որոշել եմ յուրաքանչյուր սերիայից առաջ առանձնացնելու եմ տվյալ սերիայում իմ ֆավորիտ զույգին։ Այս անգամ իմ ֆավորիտներն են Լիլն ու Հովոն, ովքեր հանդես եկան որպես ամուր եւ հաշտ ընտանիք, ինչպես նաեւ պատասխանատու որոշումներ կայացրին։ Եվ խաղերում եւս նրանք իրենց լավ դրսևորեցին եւ ինչպես գիտեք, արդեն այս սերիայի իմունիտետը նրանցն էր։ Սերիան սկսվում է զույգային մենամարտով, նախորդ սերիայում նվազագույն միավոր հավաքած զույգը եւ քվեարկության արդյունքում ընտրված զույգը պիտի մենամարտեն նախագծում մնալու համար։ Տղաներին բառից ամենադաժան իմաստով թաղում են հողի տակ, իսկ աղջիկներին հնարավորություն են տալիս նրանց հանել այդտեղից։ Արմանը եւ Նարեկը առանց խոճապի մատնվելու պարկում են արկղերում, սակայն նրանք կարծես չեն հասկանում, որ այնտեղ գրված հարցերի պատասխանները իրենք պիտի կռահեն եւ թվերը հուշեն իրենց սիրելիներին։ Փոխարենը տղաները հաղորդում են հարցերը աղջիկներին, թողնելով նրանց որոշում կայացնելը եւ այսպիսով կարծես ամբողջ խաղի պատասխանատվությունը ընկնում է աղջիկների ուսերին։ Դոննան ավելի արագ է գտնում հարցերի պատասխանը եւ ազատում է բահը, որով պիտի փորի Նարեկին դուրս հանի հողի տակից, եւ բոլոր նրանք, ովքեր երբեւե հողի հետ գործ են ունեցել բահով, պիտի իմանան, որ դա իսկապես ֆիզիկապես շատ ծանր գործ է, հատկապես աղջիկների համար։ Ու թեև քվեարկության ժամանակ Դոննան ասում էր, որ Վիվտաշ իրենից ֆիզիկապես ավելի ուժեղ է, սակայն այստեղ ի զարմանս բոլորի Դոննան շատ ավելի արագ եւ ուժեղ է գործում եւ կարողանում է առաջինը ազատել Նարեկին։ Վիվտաշին խանգարում է նաեւ իր բարձր հասակը, որտեղ որքան բարձր է մարդ, այնքան ավելին պիտի կռանա հողը փորելու համար եւ փաստորեն նրանք են առաջին զույգը, ովքեր պարտվում են առաջին մենամարտում եւ պիտի լքեն խաղը։ Եթե հիշում եք առաջին սերիայի մեկնարկին, Վիվտաշն ու Արմանը միակն էին, որ ասացին, որ չեն եկել հաղթանակի հետևից։ Կլինի, չիլնի։ Դե չիլի։ Կարծես թե նրանց խոսքերը մարգարեական դարձան եւ նրանք են լքում հենց խաղը առաջին սերիայից հետո։ Շնորհակալություն Վիվտաշին եւ Արմանին մասնակցության եւ մեծ հաղորդած էմոցիաների համար։ Սիրախաղ։ Առաջին փորձությունը պիտի տղաներն անցնեն եւ աղջիկները պիտի խաղադրույք կատարեն։ Եթե հիշում եք առաջին սերիայում ես քննադատում էի աղջիկներին ոչ իրատեսական խաղադրույքներ կատարելու համար, քանի որ նրանց ոչ ոք ավելի ցածր հորիզոնականների վրա չէր ցանկանում խաղադրույք կատարել։ Կարծում էի թե երկրորդ սերիայից սկսած նրանց վերաբերմունքը խաղին կփոխվի, բայց սխալվում էի։ Դարձյալ 4-րդ եւ 5-րդ հորիզոնականի համար որևէ մեկը խաղադրույք չի կատարում։ Աննան որոշում է ռիսկային խաղադրույք կատարել եւ դնում է առաջին հորիզոնականի վրա։ Պես գիտենք Արամազդը իսկապես առաջին հորիզոնականն է զբաղեցնում եւ նրանք ունենում են կրկնապատկված միավորներ։ 200 միավոր է բերում Աննային իր ճիշտ խաղադրույքը։ Հովոն եւ Նարեկը զբաղեցնում են երկրորդ եւ երրորդ հորիզոնականները եւ նրանց խաղադրույքը եւս աշխատում է։ Իսկ Միլա Հրագ եւ Արթուր Լիզա զույգը առաջին խաղի արդյունքներից հետո ունեն 0 միավոր, քանի որ սխալ խաղադրույք էին կատարել։ Արամն աղջիկներին առաջարկում է մի փոքր գժվացնել տղաներին եւ դրա շնորհիվ հավելյալ միավորներ ստանալ։ Լիզան, Միլան եւ Լիլը կատարում են հատուկ առաջադրանք եւ հավելյալ միավորներ են ստանում դրա համար։ Ամենադաժանը իհարկե Հովոյին սպասվող անակնկալն էր։ Լիլը նրան խաբում է եւ հենց նկարման հրապարակում տալիս է հղիությունը հաստատող թեստ, որը որ դրական է, ինչ նշանակում է, որ նա երեխայի է սպասում։ Հովոն սրտանց ուրախանում է, սակայն մի քիչ դաժան էր իմանալով, որ դա ընդհանրապես արվել էր միավոր վաստակելու համար։ Այս բանից զգում եմ ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդ։ Այնուամենայնիվ Լիթին շնորհակալություն իր համարձակության համար, Հովոյին իր էմոցիաների համար եւ նաեւ այս դրվագն է նպաստել, որպեսզի ես նրանց առանձնացնեմ որպես իմ ֆավորիտ զույգի։ Լիզայի առաջադրանքն է զանգել Արթուրի մայրիկին եւ կոպիտ խոսել նրա հետ։ Նա դա կարողանում է անել, իսկ Միլան պիտի փորձի ֆլիրտ անել նախագծի օպերատորներից մեկի հետ եւ դրանով առաջացնի Հրագի խանդը։ Ասեմ, որ Հրագը շատ արագ է արձագանքում եւ Միլան դեռ առանձնապես չէր էլ հասցրել շփվել օպերատորի հետ, սակայն Հրագի այդ բռնկում բնավորությունը տվյալ դեպքում օգնում է, որպեսզի նրանք եւս ստանան մի
միավոր։ Աշկից տեսածն եմ ասում, թազա TikTok-ի նապարնիկ ես թե։ Աղջիկները գնում են փորձություն անցնելու եւ այս անգամ տղաները պիտի խաղադրույք կատարեն։ Նախքան խաղադրույքը տղաները պատասխանում են Անահիտի ինտրիգային եւ բավականին ինտիմ հարցերի։ Դե հանուն սիրո ինչեր ասես որ չես ների, չէ՞։ Համաձայն եք։ Իսկ դավաճանությունը։ Եվ ի պատիվ նրանց ես կարող եմ ասել, որ գոնե իմ տպավորությամբ տղաները շատ անկեղծ են, առհասարակ սիրախաղի բոլոր մասնակիցները գրեթե ինձ շատ անկեղծ են թվում, ինչի համար շնորհակալություն բոլոր նրանց։ Ի տարբերություն աղջիկների, տղաները ավելի զգուշավոր եւ իրատեսական խաղադրույքներ են կատարում եւ նրանցից որևէ մեկը չի կատարում խաղադրույք առաջին հորիզոնականի վրա։ Խաղի ընթացքում Դոնան եւ հատկապես Լիզան իրենց դրսևորում են որպես շատ համարձակ մասնակիցներ, իսկ Աննան ի զարմանս ինձ անգամ չի էլ ցանկանում փորձել։ Չէ։ Հանձնվեցի։ Ի տարբերություն նրա, օրինակ Լիլը եւ Միլան թեև ակնհայտ է, որ իսկապես վախենում եւ զզվում են այդ կենդանիներից, բայց հաղթահարում են իրենց եւ անցնում են փորձությունը։ Ցավոք Արտուրի եւ Հրագի խաղադրույքները սխալ են դուրս գալիս եւ նրանք երկու խաղերի արդյունքում ունեն 0 միավոր, իսկ Հովոյի խաղադրույքը աշխատում է եւ նրանք ստանում են առավելագույն միավորը, որի շնորհիվ էլ ձեռք են բերում իմունիտետ։ Հենց Լիլն ու Հովոն էլ պիտի որոշեն, թե հավասարապես նվազագույն միավոր հավաքած զույգերից որ մեկն է հայտնվելու վտանգավոր գոտում։ Ակնհայտ է, որ նրանց համար իսկապես դժվար է որոշում կայացնել եւ նրանք մտերմացել են, սակայն այնուամենայնիվ նրանք պատասխանատվություն են վերցնում եւ ընտրում են Արթուր Լիզա զույգին։ Միևնույն ժամանակ կոչ են անում քվեարկության ժամանակ ձայները տալ մյուս զույգին, որը 0 միավոր էր հավաքել Միլայի եւ Հրագի դեմ, եւ իրենք հենց այդպես էլ անում են։ Քվեարկության մտնելու պահից սկսած մի բան ոնց որ ես գայ, որ մենք այսօր հելնելու ենք։ Իսկ Նարեկն ու Դոնան խուսափում են պատասխանատվությունից եւ վիճակահանությամբ են ընտրում Աննա Արամազ զույգին։ Նույնպես Աննան եւ Արամազը վիճակահանություն են անում եւ իրենց էլ բաժին են ընկնում Դոնա Նարեկ զույգը։ Ի տարբերություն նրանց Միլան եւ Հրագը հստակ ունեն դիրքորոշում, նրանք այսպես ասած պարտք են վերադարձնում նախորդ սերիայում քվեարկության համար եւ իրենց ձայնը տալիս են ընդդեմ Դոնայի ու Նարեկի, որոնք նախորդ սերիայում իրենց դեմ են քվեարկել։ Իրանք մուռ էին պահել մեր վրա։ Եթե հիշում եք առաջին սերիայում ես Հրագին եւ Միլային առանձնացրել եմ որպես իմ ֆավորիտ զույգ եւ այս սերիայում եւս նրանք հանդես եկան որպես ուղախոս եւ համարձակ մարդիկ։ Իսկ Արթուրն ու Լիզան թեև գիտակցում են, որ իրենք հենց իրենց համար մրցակից են ընտրում, այնուամենայնիվ դարձյալ վիճակահանությամբ են որոշում եւ նրանց ձայնելը գնում Նարեկի եւ Դոնայի դեմ։ Այսպիսով 3 ձայնով Նարեկն ու Դոնան դարձյալ հայտնվում են վտանգավոր գոտում եւ այստեղ Արամը նրանց անակնկալ կերպով ասում է, որ իրենք կարող են ընտրել, թե որ զույգի դեմ պայքարել՝ Արթուրի եւ Լիզայի, թե արդեն իսկ նախագծից դուրս մնացած Վիվտաշի եւ Արմանի դեմ։ Եթե դուք հիմա ընտրում եք Վիվտաշ Արման զույգը, դուք նորից մրցելու եք իրանց դեմ, իսկ Լիզան ու Արտուրը լքելու են նախագիծը։ Եթե Նարեկն ու Դոնան որոշեն Վիվտաշի եւ Արմանի դեմ մրցել, ապա Լիզան եւ Արթուրը ավտոմատ կերպով դուրս կմնան խաղից։ Կարծում եմ սա արդար չի լինի նրանց նկատմամբ, որովհետեւ Վիվտաշն ու Արման արդեն հնարավորություն ունեցել են վտանգավոր գոտում պայքարելու, իսկ Արթուրն ու Լիզան դեռևս զույգային մենամարտի չեն մասնակցել։ Բարեբախտաբար Նարեկն ու Դոնան են այդպես կարծում եւ իրենք ընտրում են պայքարել Լիզայի եւ Արթուրի դեմ։ Ոնց հասկանում ենք, շատ դժվար եւ անգամ վտանգավոր մենամարտ է սպասում զույգերին, Լիզա Արթուր, թե Դոնա եւ Նարեկ, ով կմնա նրանցից նախագծում, կիմանանք հաջորդ սերիայում։ Մեկնաբանությունում գրեք, թե ում եք դուք երկրպագում, ում կցանկանայիք, որ վերադառնայի նախագիծ եւ առհասարակ սիրախաղի բոլոր մասնակիցներից ով կցանկանաք, որ դառնա հաղթող։ Ես ինքս դժվարում եմ ընտրել երկու զույգերից որևէ մեկին, սակայն երկու սերիաների, խաղերի եւ խաղադրույքների հանրագումարում կարծում եմ, որ ավելի արդար կլինի, եթե վերադառնան Արթուրն ու Լիզան զուտ պայքարի տեսանկյունից։ Սակայն, ինչպես նախորդ անգամ եմ ասել, Դոնան եւ Նարեկը շատ համակրելի մարդիկ են եւ շատ համակրելի զույգ են նաեւ եւ նրանց վերադարձի առիթով եւս շատ ուրախ կլինեմ։ Դե ինչ, այսպիսին էր սիրախաղի երկրորդ սերիայի վերաբերյալ իմ մեկնաբանությունները։ Շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։ Բաժանորդագրվեք ալիքին, եթե ցանկանում եք տեսնել նաև հետագա թողարկումները։ Կհանդիպենք շուտով։ Սիրախաղ